Նիկոլ Փաշինյանը որոշեց Գյումրում թշնամանք հրահրել, եկեղեցին նվաճել ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցի օրը։ Այդ օրը Գյումրիում այդ քանակությամբ հայ ուժային մեկ էլ աղետի օրներ ուղևորվում, որ փլատակներից մարդկանց հանի։ Սրանք գնացին հոգևոր փլատակներ ստեղծելու համար։ Բարոյական փլատակի վերածվեց, բարոյական երկրաշարժեր, տակը մնացողները չեն վերականգնվի։ Երկրաշարժից, որին զոհ գնաց 25,000 մարդ, մեծապես տուժել էին Գյումրի, Սպիտակ քաղաքները, նաև Վանաձորը։ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակներ էին տարել 3 քաղաքներն էլ, դրեցին, խոնարհվեցին։ Ես չհասկացա, թե ինչու։ Ինչ եք արել դուք այդ քաղաքների համար։ Գնացեք, հարցրեք բոլոր վանաձորցիներին, սպիտակցիներին, գյումրեցիներին, հատկապես Գյումրի մտեք, որտեղ դեռ լիքը տնակներ կան ու հարցրեք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը քանի տուն է սարքել բաժանել երկրաշարժից տուժածներին։ Հարցրեք իրար հաջորդող ՔՊԱ-ական մարզպետներին, ասեք մի հատ տանտեղ տար, ցույց տուր, որ կառավարությունը սարքել է ու տվել է տնանք գյումրեցուն։ 0 է, չկա։ Նիկոլ Փաշինյանից առաջ բազմաթիվ տների բանալիներ հանձնել են դոմիկներում ապրողներին, հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Սպիտակը համարյա ամբողջությամբ վերականգնվել էր, Գյումրուց մեծ մասը վերականգնվել էր։ Նիկոլ Փաշինյանի օրոք մի հատ քար մի ուրիշ քարի վրա չի դրվել։ Չէ, ասում է, պետությունը պարտավորություն չունի, կարող է նրանք տունը ծախել են, երևի նկատի ունի Քոչարյանի տված տները։ Դե բայց ձեռք չի տալիս, որ անունը տա։ Եվ այսպես ասում է, տունը ծախել են, կազինոյում կրվել են, այսպիսի անիմաստ ձևակերպումներով էլ ձեռքերը լրիվ լված ու հիմա գնացել խոնարհվում է, ծաղկեպսակ է դնում։